Բարև ձեզ սիրելի ժողովուրդ, այսօրվա եթերս ուղղված է հիմնականում հունիսի 24-ին տեղի ունեցած դատական նիստին, որը խափանվեց այն պատճառով, որ ես 4 րոպե ընդամենը դատական նիստից ուշացել էի, որի մասին ես տեղյակ էի պահել։ Ուրեմն այդ մասով մենք պարզաբանում ենք պահանջել դատարանից, աջակնյակի, ինչպես նաև մեր դիմում բողոքն ենք ներկայացրել։ Բայց ես ձեզ ասել էի, որ պետք է բարձրագույն դատական խորհուրդ, ինչպես նաև դիմենք, ուղղակի այս օրերի ընթացքում տեխնիկական խնդիրներ եղան, չէր ստացվում անընդհատ, ինչպես նաև ժամանակային առումով չէր հարմարվում, որ դիմեին։ Այսօր ես դիմել եմ բարձրագույն դատական խորհրդին, ուրեմն բողոք դիմումով, որի մասին ուզեցա ձեզ տեղյակ պահել։ Ուրեմն բողոք դիմումի բովանդակությունը հետևյալումն է, ընթերցեմ։ Ուրեմն դիմում բողոք միասնական փաթեթ։ Բարձրագույն դատական խորհուրդ, թիվ 1287 1325 քրեական վարույթ։ Դիմող Արման Ալբերտի Գալստյան։ Դիմում դատավորի կողմից դատավարական ընթացակարգի խախտումների, կողմերի անհավասար վերաբերմունքի, նիստերի անհամաչափ հետաձգումների եւ արդար դատաքննության սկզբունքի խախտման վերաբերյալ կարգապահական վարույթ նախաձեռնելու պահանջով։ Հարգելի բարձրագույն դատական խորհուրդ, սույն դիմումով ներկայացնում եմ իմ մասնակցությամբ ընթացող դատական գործի շրջանակներում արձանագրված դատավարական բնույթի խախտումների համապարփակ նկարագրությունը, որոնք արտահայտվում են դատական նիստերի կազմակերպման անհամաչափությամբ, դատավարական ժամկետների անհիմն ձգձգմամբ, կողմերի նկատմամբ ոչ հավասար մոտեցմամբ եւ դատավարական իրավունքների սահմանափակմամբ։ Գլուխ առաջին. փաստական հանգամանքներ ժամանակագրություն ու ժամանակի հետ կապված։ Առաջին դատական նիստի ընթացքում դատարանը եւ դատախազը ներկայացել են մոտ 48 րոպե ուշացումով, որի վերաբերյալ որևէ դատավարական, արձանագրային կամ իրավական հետևանք չի արձանագրվել։ Երկրորդ, նույն նիստի ընթացքում իմ կողմից ներկայացված միջնորդությունները մերժվել են առանց բավարար, առանձին եւ պատճառաբանված իրավական հիմնավորման։ Երրորդ, հաջորդ նիստը նշանակվել է պայմանավորված հանրային պաշտպանի կողմից գործի նյութերին ծանոթանալու անհրաժեշտությամբ, ինչի արդյունքում դատավարությունը հետաձգվել է շուրջ 2 ամիս ժամկետով, որից հետո նորից հաջորդ ուրեմն դատավարությունը կրկին անգամ հետաձգվել է հանրային պաշտպանի գործի նյութերին նրա կողմից չծանոթանալու եւ զբաղվածության պատճառաբանությամբ։ Եվս շուրջ 3 ամիս ժամկետով հետաձգվել է։ Այսինքն մի հատ 2 ամիս են հետաձգել, ուրեմն փետրվարի 18-ի նիստից մինչև ապրիլի 9-ը, որպեսզի գործի նյութերին հանրային պաշտպանը ծանոթանա, բայց 2 ամիսը հերիք չի եղել հանրային պաշտպանին, որպեսզի գործի նյութերին ծանոթանա, ուրեմն ապրիլի 9-ին ինձ առանց ծանոթելու զանգ են տվել եւ ուրեմն տեղեկացրել են, որ ես չմոտենամ ավելորդ անգամ եւ իմանամ, որ մյուս դատական նիստը նշանակվել է ուրեմն հունիսի 24-ին, այսինքն եւս 3 ամիս։ Այն իմ հարցին, թե ինչու համար է եւս 3 ամիս հետաձգվել, 2 ամիսը հերիք չէր, որ դատաբանին գործի նյութերին հանրային պաշտպանը ծանոթանալ, ասել են հանրային պաշտպանը բան է, ուրեմն զբաղվածության պատճառով չի կարողացել ծանոթանալ։ Այսինքն 5 ամիս արդեն մենք ունեինք մինչև այս հունիսի 24-ի հետաձգումը։ Շարունակեմ։ Չորրորդը, այդ ընթացքում իմ դատավարական ծանոթությունները եղել են ոչ պատշաճ կամ ոչ ժամանակի, ինչը սահմանափակել է իմ արդյունավետ մասնակցությունը դատական գործընթացին։ 5-րդ, հաջորդ նիստի ընթացքում, որի մասին ես նախապես տեղեկացված էի եւ նաեւ նախապես հայտնել էի հնարավոր 4 րոպե ուշացման ուրեմն մասին, դատարանը հաշվի չի առել այդ հանգամանքը եւ նիստը կրկին հետաձգել է։ 6-րդ, այդ որոշման արդյունքում դատավարությունը նորից հետաձգվել է մոտ 1 ամսից ավել, 1 ամիս 6 օրով, այսինքն մինչև հուլիսի 29-ը։ Գլուխ երկրորդ, անհամաչափ վերաբերմունքի դրվագը։ Վերոնշյալ փաստական հանգամանքների համադրությամբ արձանագրվում է ակնհայտ անհամաչափություն։
Դատարանի եւ դատախազության 48 րոպե ուշացումը չի ունեցել որևէ դատավարական հետևանք։ Մինչդեռ իմ 4 րոպե ուշացումը, որը նախապես հաղորդվել է, դարձել է նիստի հետաձգման հիմք։ Սա փաստացի ստեղծում է կողմերի նկատմամբ անհավասար վերաբերմունքի եւ դատավարական հավասարության խախտման կասկածանք։ Գլուխ 3. Դատավարական եւ իրավական գնահատում։ Վերոհիշյալ հանգամանքները կարող են վկայել հետևյալի մասին. արդար դատականության սկզբունքի խախտում, երկրորդ կողմերի հավասարության եւ մրցակցային դատավարության խախտում, երրորդ դատավարական գործընթացի անհամաչափ կազմակերպում, չորրորդ դատական նիստերի անհիմն ձգձգումներ, հինգերորդ դատական կարգապահության եւ կանխատեսելիության խախտում։ Գլուխ 4. Հարցի համակարգային բնույթը։ Նշված խախտումները մեկուսացված չեն, այլ կազմում են շարունակական դատավարական շղթա, որի արդյունքում դատական գործընթացը ձգձգվում է առանց օբյեկտիվ պատճառների, կողմերի հավասար մասնակցությունը խաթարվում է, դատավարական արդյունավետությունը նվազում է եւ ստեղծվում է արդարության ընկալման խաթարում։ Գլուխ 5. Պահանջները։ Ելնելով վերոգրյալից խնդրում եմ. Առաջինը, քննել սույն դիմումում նկարագրված բոլոր դատավարական դեպքերը որպես մեկ ամբողջական վարքագծային համակարգ։ Երկրորդ, գնահատել արդյոք դատավորի գործողություններում առկա են կարգապահական խախտումներ կապված նիստերի կազմակերպման, կողմերի նկատմամբ անհամաչափ մոտեցման, դատավարական ժամկետների անհիմն ձգձգման հետ։ Երրորդ, վերանայել արդյոք պահպանվել են արդար դատականության եւ կողմերի հավասարության հիմնարար սկզբունքները։ Չորրորդ, անհրաժեշտության դեպքում նախաձեռնել կարգապահական վարույթ։ Հինգերորդ, տրամադրել գրավոր տեղեկություն քննության արդյունքների վերաբերյալ։ Գլուխ 6. Եզրակացություն։ Հաշվի առնելով, որ դատական իշխանության նկատմամբ հանրային վստահությունը կախված է դատավարական արդարության եւ հավասարության իրական ապահովումից, խնդրում եմ դիմումին տալ օրենքով սահմանված լիարժեք եւ արդյունավետ ընթացք։ Դիմող Արման Ալբերտի Գալստյան 0307-2026 թվական։ Ուրեմն այս բովանդակությամբ ենք այսօր ժողովուրդ ջան դիմում ներկայացրել, ուրեմն դիմում բողոք ԲԴԽ-ին, Բարձրագույն դատական խորհրդին, ինչպես նաև ուզում էինք դատախազություն գլխավոր դատախազի Տիկին Աննա Վարդապետյանի անունով ուրեմն դիմում ներկայացնենք, դիմում բողոք ներկայացնենք քննչական գործողությունների, ուրեմն քննչական մարմինների գործողությունների վերաբերյալ, անհատական քննիչների, գործով քննիչների ուրեմն վերաբերյալ, բայց ժամանակը թույլ չտվեց մեզ, էլի ժամը 18:00 եղավ, արդեն դիմում բողոքների տեղը փակ էր արդեն, երկուշաբթի օրը անպայման ուրեմն այդ մասով էլ դատախազություն, գլխավոր դատախազություն դիմում բողոք ներկայացնենք, այդ մասով էլ ձեզ կներկայացնեմ, կտեղեկացնեմ։ Ինչպես նաև 2 օր առաջ, եթե չեմ սխալվում, 3 չի առաջ օրը ես պատահաբար լսեցի Facebook-ով ուրեմն վարչապետի կինը Տիկին Աննա Հակոբյանը ընտանեկան բռնության վերաբերյալ ուրեմն ելույթ ունեցավ Նյու Յորքից, ինչպես նաև այդ ելույթի վերաբերյալ կխոսեմ, մինչև երկուշաբթի կխոսեմ այդ ելույթի վերաբերյալ, ամբողջությամբ պարզ էր ելույթը, ելույթի մեջ դիրքորոշումներ կար, որ ինձ դուր չեկավ, մասնավորապես այն մասով, որ մենակ միակողմանի էր քննարկումը ուրեմն կանանց աջակցման կենտրոնի, ինչպես նաև կանանց վերաբերյալ, ոչ մեկին հանգար չթվա, որ որևիցե մեկը կանանց դեմ է, ոչ մենք բոլորս կանանց կողմ ենք, այդ չի նշանակում, որ մենք տղամարդկանց աջակցման կենտրոն հասարակական կազմակերպություն ենք հիմնել, կամ մենք տղամարդ ենք, այս իրավիճակում հայտնվել ենք, կանանց նկատմամբ ինչ որ չէ, տենց բան չկա, այդ նույն կանայք մեր մայրերն են, մեր քույրերն են, մենք համակողմանի կողմ ենք, բայց չի կարելի մենակ միակողմանի խոսել, քննարկել, դնել քննարկման, հասկանում եք, որովհետև ասում եմ քամի չլինի, ծառի ճյուղը չի շարժվի, էլի, հենց այնպես չի լինում, որ ինչ որ կանայք լրիվությամբ բռնության են ենթարկվում, իսկ կարող է եւ տղամարդիկ են բռնության ենթարկվում։
Այնտեղ դրվագներ էր նկարագրվում, որ հարվածել է գլխին այդ տղամարդը, ինչ որ նրանք երկու անչափահաս զավակներ են ունեցել, այդ զավակների ներկայությամբ ա եղել այդ ուրեմն գործողությունը, բայց պատճառը հետևանքային կապի հետ կապված խոսակցություն չգնաց, հասկանում եք, թե ինչումն է եղել խնդիրը, այսինքն այդ տղամարդը հենց այնպես ուղակի նստած էր ու տենց վեր կացավ ու ասենք այդ կնոջ գլխին հարվածեց, իսկ ինը ինչ ա արել, լավ, ինչն է եղել պատճառը, որ նման բան է եղել, իսկ կարող է կինը տևական ժամանակ բռնության է ենթարկել այդ տղամարդուն, իսկ կարող է այդ տղամարդը հոգեպես բռնության է ենթարկված եղել, նմաստացուցիչ գործողություններով, ստորացուցիչ գործողություններով, անարգման գործողություններով, բայց սրանք էլ են բռնության ուրեմն տարեր պարունակում։ Կարող ասենք պտտվել է, խոսքի խոռոփել է տղամարդու դեմքին, ասենք, թքել է տղամարդու երեսին, կամ չգիտեմ գործողություն է արել, որի հետևանքով տղամարդը ուրեմն դուրս է եկել իր հավասարակշռությունից եւ ասենք կնոջը ապտակել է։ Հիմա դա կարելի է վերագրել, որ տղամարդը բռնություն է կիրառել, իսկ նախնական փուլում կինը ինչ է արել, այս դրա մասին էլ նաեւ պետք է խոսել։ Հասկանալ եւ նաեւ մեր խնդիրը չպետք է լինի, եթե այդ կանանց աջակցման կենտրոն կոչվածը նրա հոգեբանները, ինչպես դուք եք ասում Տիկին Հակոբյան, միտված են, ասենք նրան, որ միայն տուն քանդեն ու քայքայեն, ոնց որ դուք եք ասում ձեր խոսքում ցիտեմ, որ դուք ապշած էիք, որ իմացաք, որ ասենք այդ հոգեբաններից մեկը պայման է դրել, ասենք ուրեմն այդ կնոջ առաջ, որ եթե դու խոսք տաս, որ ուրեմն ամուսնուցդ կհրաժարվես, կբաժանվես, ես այդ պարագայում քեզ կօգնեմ։ Ու այնտեղ փոքրիկ, ասենք դրվակով ասացիք, որ չհասկացա այդ պահ ուզեցաք արդարացնեք, թե ինչ անեք, չհասկացա, ասացիք, յանի իր գործը ջուրը չընկնի, էլի։ Ախր նման մարդուն շատ խիստ պատիժ է պետք սահմանել, նման մասնագետին, նման հոգեբանին։ Դա հոգեբան չի, դա տուն քանդող է։ Մեր խնդիրը պետք է լինել ընտանիքներին միասնական տեսնելը, ընտանիքներին հաշվ ու համերաշխ տեսնելը, սեր ու երջանկության մեջ տեսնելը, խաղաղեցնելը, ոչ թե ընտանիքները քայքայել եւ քանդելը եւ տանել լարված սիստեմատիկ իրավիճակների, բաժանման, քանդել բոլորը կարող են։ Այսինքն գործողությունները այնպես պետք է ապահովել, այնպես պետք է այս հարցերին մոտենալ, որ այդ ընտանիքները չքայքայվեն եւ չքանդվեն։ Միայն ու միայն ծայրաստիճան ծայրահեղ դեպքերի ժամանակ, որ ասենք ամուսինը, չգիտեմ, բենզինիստ լինի, կոնչնի լինի, չգիտեմ, ասենք էլ այդ մարդուն օգնել անհնարին է։ Նա ոչ կուղղվի, ոչ կփոխվի եւ այլն եւ այլն։ Միայն այդ պարագայում կարելի է ասենք այդպես վերաբերվել, բայց պատկերացնում եք բոլորի ընտանիքներում անախորժություններ լինում են, կենցաղային հարցերի շուրջ խոսակցություններ են լինում ու պատկերացեք այդ վիճակով ասենք ուրեմն բոլորի տները կքանդվի։ Հասկացանք եվրոպական կոնվենցիաները, նորմատիվ ակտերը, բայց չէ՞ որ ամեն ազգ իր ընդվզումն ունի, ամեն ազգ իր բնավորության գծեր ունի։ Մենք հայ ավանդական հայկական ընտանիքներ ենք։ Ես դեմ չեմ, ես կողմ եմ։ Ես կողմ եմ նաև այդ կանանց աջակցման կենտրոն հասարակական կազմակերպության գործունեության Հայաստանի Հանրապետությունում։ Բայց երբ որ նրանք ճշգրիտ աշխատեն, ճիշտ մոտեցումներ ցույց տան։ Մի խոսքով, այսքանը սիրելի ժողովուրդ, չեմ ուզում ավելին խոսեմ, երկար պետք է խոսանք այդ մասով։ Միևնույն ժամանակ ուզում եմ հայտնեմ ձեզ, որ ուրեմն ամսի 29-ին հանուն արդարության տղամարդկանց աջակցման կենտրոն հասարակական կազմակերպությունը ուրեմն հաստատվել է պետական ռեգիստրի մարմնի կողմից։ Մենք արդեն իսկ կանոնադրությունը ստացել ենք։ Մոտակա ժամանակներս մեր ժողովը կանենք, այդ մասին եւս կխոսեմ։ Իսկ ինչ վերաբերվում է Տիկին Հակոբյանի, Հաննա Հակոբյանի ելույթի մասով, եւս նորից ծավալուն ուրեմն խոսենք, քննարկենք։ Ես շատ ուրախ եմ, որ Տիկին Հակոբյանը այդ ուրեմն խնդիրը բարձրացրել է եւ այդ հարցով մտահոգ է, բայց ես միևնույն ժամանակ ավելի ուրախ կլինեմ եւ ինչպես նաեւ ոչ միայն տղամարդիկ, այլ նաեւ կանայք, բոլոր այն մարդիկ, ովքեր ընտանիք ունեն եւ ընտանիքի ղադրը գիտեն, ավելի ուրախ կլինեն, որ Տիկին Աննա Հակոբյանը նաև համակողմանի այդ խնդիրը բարձրացնի, ոչ միայն կանանց վերաբերյալ, այլ ընտանիքի, սոցիումի վերաբերյալ, պաշտպանելով համ կնոջը, համ տղամարդուն, այսինքն ընտանիքին։
Այստեղ մեր խնդիրն է ընտանիքների չքայքայվելը, չքանդվելը, բռնության չենթարկվելը, համակողմանի բռնության չենթարկվելը, թե հոգեբանորեն, թե ֆիզիկապես, ինչպես նաև երեխաների մասով։ Մի խոսքով այդ մասին խոսենք։ Այսքանը սիրելի ժողովուրդ, լավ մնացեք, ձեր սաղի ցավը տանեմ, լավ է լինելու։ Իմ մասով էլ սենց պայքարում ենք, դեռ ինչ որ տենց կարևոր հանգամանք չկա, որ տեղի ունեցել, որ ձեզ տեղեկացնեմ։ Ես էլ սպասում եմ ամեն ժամ մեր պատկան մարմիններին, իմ կնոջը, որպեսզի իմ ընտանիքը վերականգնվի, որից եւ սկիզբ կառնի մնացած ընտանիքների պահպանման խնդիրը։ Ես պայքարելու եմ, որպեսզի մեր հայ ազգի մեջ մեր ընտանիքները չքանդվեն։ Սա է արդարությունը։ Ընտանիքը դա շալվար չի, դա մի կիլո կարտոշկա չի, հասկանում եք։ Երեխա ունենալը, այդ խեղճի տակ մտնելը, այդ երեխաների դեմ պատասխանատվություն ունենալը։ Մի խոսքով խոսենք այդ մասին հաջորդ եթերից։ Աստված օրհնի բոլորիդ, Աստված պահպան բոլորիս։ Սիրում եմ ձեզ։ Լավ մնացեք։